Вы сейчас у власти, на вас лежит ответственность за принятие решения. Как вы скажете, так и будет. Դուք եք հիմա իշխանության, ձեր վրա է պատասխանատվությունը որոշում կայացնելու, ինչպես ասեք, այդպես էլ կլինի։ Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կբախվի իր ավտոփոխադրումների նկատմամբ պահանջների խստացման եւ երկաթուղային փոխադրումների սակագների աճին։ Поедание этих продуктов в технические нормативы. Ուր կգնա հայկական գինի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։ Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, հարցրել է Դաշնության ղեկավարը, ապա ավելացրել. Ռուսաստանում աշխատելու համար հայերը պետք է արտոնագրեր գնեն։ Եկեք ազնիվ խոսենք։ Ստիպված ենք վերադարձնել հայկական տարանցիկ փոխադրողների համար թույլատրելու կարգը։ Ըստ Պուտինի, հարկ կլինի բարձրացնել էներգակիրների գները, ինչը փորձագետների կարծիքով Հայաստանի համար կկազմի ՀՆԱ-ի 14%-ը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Ըստ պաշտոնական հայտարարության սա տեղի է ունեցել Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության գործողությունների ֆոնին, ինչը ռուսական կողմի ձևակերպմամբ վնասում է ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը։ Հունիսի 7-ից 11 օր հետո հարևան երկիրը մեծ ֆորում է նախատեսում ադրբեջանցիների վերադարձի մասին, որը կայանալու է Մեղրիին ամենամոտ ադրբեջանական բնակավայրում՝ Օրդուբադում։ Այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Նա լրագրողներին է ներկայացրել իրենց ձեռքի տակ հայտնված փաստաթուղթ տառային, որ Ադրբեջանում մշակել են հայեցակարգ արևմտյան Ադրբեջան վերադարձի գործընթացի վերաբերյալ։ Ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունից գիտնականների հետ, գիտությունների ակադեմիայի հետ հանդիպման ժամանակ։ Վերադարձի հետ կապված, որ խաղաղությունից հետո մենք պետք է վերադառնանք այնտեղ։ Երկրորդը դրանից հետո սկսվեց կրոնական առաջնորդների հայտարարությունները, Փաշազադեի տեղակալի հայտարարությունը մզկիթների վերականգնման հետ կապված։ Իսկ դրանից հետո արդեն մասսայական սկսեցին միջոցառումներ, անգամ անցած տարի եղել է Բրյուսելում։ Այս ինչ ներկայացրեցի, սակայն վերջի հայտարարությունը 2-3 ամսվա են, բայց անցած տարի անգամ Բրյուսելում վերադարձի մասին համագումար էին արել եւ ներկայացրել են Եվրոպական հանրությանը, թե ինչու են իրենց պետք վերադարձ եւ այլն։ Այս պայմանությամբ Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները մենք տեսնում ենք, որ շեղվել է այս ուղղությամբ։ Նարեկ Կարապետյանի խոսքով ադրբեջանցիներն ունեն երկարաժամկետ ծրագիր։ Իրենց կարծիքով վերադարձող ադրբեջանցիները Հայաստանում պետք է ունենան անվտանգային ուժեր։ Մեր ամբողջ պետք է հասանելի լինի լեզուներով ադրբեջաներեն եւ ադրբեջանային լեզվի իմացությունը պետք է լինի հասանելի իրենց համար ուսուցումնել։ Մի հատկանշական բան կա կոնցեպցիայի մեջ, եթե ժամանակ ունենաք, խնդրում եմ էլի նայեք, սա իրենց օֆիցիալ կայքերից, օֆիցիալ մի քանի տեղեկատվական պորտալներից ստացած տեղեկատվություն է, որը Միլի Մեջլիսում իրենց ազգային ժողովում քննարկված եւ ՄԱԿ ներկայացված ծրագիր է։ Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչք ունի Բաքվում գործող Երևանի ադրբեջանական թատրոնը։ Ասուլիսի ընթացքում հայտարարել է Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով այսպես կոչված Երևանի ադրբեջանական թատրոնը վերջերս վերակառուցվել է եւ մասնաշենքերից մեկի բացումն ընդամենը 4 ամիս առաջ է եղել։ Ֆինանսավորում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Նախարարն էլ անձամբ բացմանը ներկա է եղել, հայտնել է Կարապետյանը։ Օրեր առաջ վարչական դատարանը բավարարել էր գլխավոր դատախազության հայցը եւ անվավեր ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը, շենքը ճանաչելով որպես Հայաստանի սեփականություն։ Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է ԱԹՍ-ները հայտնաբերող եւ հետեւող առաջին սարքերը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ սահմանին անօդաչու թռչող սարքերից պաշտպանության ապահովումը կարող է հանրապետության համար արժենալ 500 միլիոն եվրո։ Ռումինիայի Գալացի քաղաքում ընկած անօդաչու թռչող սարքը կարող է խոցած լինել Ուկրաինայի հոպը, հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուս Օրդան։
Քաղաքական գործիչը կարծում է, որ հենց դա է ստիպել ԱԹՍ-ին փոխել ուղղությունը եւ հայտնվել եվրոպական տարածքում։ Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել էր, որ Մոսկվան կանցկացնի օբյեկտիվ հետաքննություն եւ կտա գնահատական, եթե իրեն տրամադրվեն ճշգրիտ տվյալներ դեպքի մասին։ Այդ ընթացքում Ռումինիան հայտարարել էր երկրում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու մասին։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ընթացքում հայտարարել է, թե Ռումինիայի օդային պաշտպանությունը կստանձնեն իրենք եւ թույլ չեն տա, որ ռուսական հրթիռները նորից մուտք գործեն Ռումինիայի օդային տարածք։ Այս ամենը տեղի ունեցել այն բանից հետո, երբ ռուսական անօդաչու թռչող սարքն ընկել է Ռումինիայի Գալաց քաղաքի բնակելի շենքերից մեկի տանիքին։ Վիրավորվել է 2 մարդ։ Երկրի իշխանությունները միջադեպի համար մեղադրել եւ շարունակում են մեղադրել Ռուսաստանին, բայց որևէ ապացույց մինչ այս պահը չեն ներկայացրել։ Ավելին, ռումինական զինվորականները չեն որսացել անօդաչու թռչող սարքը, չնայած հետևել են ռադարային համակարգերի միջոցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ որոշումը, գրել է The New York Times-ը։ Թերթի աղբյուրի տվյալներով Թրամփը Սպիտակ տանը 2 ժամ տևած խորհրդակցություն է անցկացրել Իրանի հետ հրադադարի հնարավոր երկարաձգման հարցով, սակայն վերջնական որոշում այդպես էլ չի կայացրել։ Ըստ պարբերականի ԱՄՆ վարչակազմը կարծում է, թե մոտ է համաձայնության հասնելուն, սակայն դեռևս կան վիճահարույց հարցեր, այդ թվում Իրանի սառեցված միջոցների ապասառեցման թեման։ Իսկ իրանական ֆարս գործակալության տվյալներով Իրանը բանակցությունները շարունակելու համար ԱՄՆ-ից պահանջում է $12 միլիարդ։ Թեհրանը պատրաստվում է զարգացնել այլընտրանքային առևտրային միջանցքները, այդ թվում Ռուսաստանից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոչ է արել արագացնել բոլոր համապատասխան համաձայնագրերի իրականացումը եւ օգտագործել հարևան երկրների հնարավորությունները, բացի Ռուսաստանից, այդ թվում են Պակիստանը եւ Ադրբեջանը։ Մյունխենի օդակայանը որոշ ժամանակ փակվել է երկնքում անհայտ օբյեկտի պատճառով, որը հավանաբար անօդաչու թռչող սարք է եղել։ Քաղաքում չեն իրականացվել թռիչքներ եւ վայրեջքները հետաձգվել են։ Չնայած աշխատանքները վերականգնվել են, օդակայանի վարչակազմը ուղևորներին խորհուրդ է տալիս նախապես ստուգել իրենց չվերթի կարգավիճակը, քանի որ հնարավոր են հետաձգումներ։